Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Այն մեկը, որ կանգնած ենք այս ամբողջ ժամանակահատվածում անցավ, այդ մեկներ, այդ ամբողջ ցանցի մեջ երկու տրանսպորտ է աշխատում։ Ուզեմ նաև նշել փողոցը ամեն միանում աստեղով գնում են Խարբերդ, Սովետաշեն, նաև այդ նմանատիպ փողոց է սա, բնակչությունն է օգտվում։ Գնում միանում է Երասխին, կարևոր փողոց է էլի։ Այո, տնտեսական նշանակություն է։ Արտադրական մեծ փողոց չլինի։ Իրականում արտադրական փողոց է երևի քաղաքում համար 1 կիլոմետրի վրա այսքան շատ մեծ կառույցներ հիմնարկներ լինեն։ Զգուշ։ Մեր մատնանշած հատված ընդամենը 1 կիլոմետր է Խաչմերուկից։ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը արձագանքելով տեղեկացնում է, որ Արինբերդի փողոցում նախատեսում է իրականացնել փողոցի հիմնանորոգում, նախահաշվային փաթեթը կազմված է, որը առաջիկայում կդրվի նախագծի մրցույթի, իսկ մինչ այդ իրավիճակը մեղմելու համար կիրականացվի փոսալցման աշխատանքներ։ Իրենք հետևում են մեր Դա շատ լավ է։ Հուսով լինենք։ Մոտավոր երբ։ Ժամկետի մասին այս բանի հստակ նշվածի, բայց առաջիկայում կդրվի նախագիծը մրցույթի։ Կարծում եմ առաջիկա ավարտանում է։ Էլի շնորհակալ ենք։ Հուսով լինենք մեր բողոքը։ Նշանակ շնորհակալ ենք ձեզանից էլ, քաղաքապետարանի նշանակ։ Նախագուշական էր, եթե չանեն, այլ քայլերի կդիմեք։ Հայկենք, պետք է դիմենք կառավարության շնորհիվ։ Օրենքով նախատեսված, բոլոր օրենքով սահմանված, հա, ասենց ասեմ, քայլերին կարելի է դիմել։ Վերջին հաշվով սա անձնավորված խնդիր չի, քաղաքական խնդիր չի։ Սա ընդհանրապես մեր քաղաքի մի մասի տնտեսական փողոցի մասին է, որը նաև Երևանին է պետք, Երևանի քաղաքապետարանին է պետք, Երևանցուն է պետք, Հայաստանցին եւ հայերին է պետք։ Ամբողջ փողոցում երևի մեկ 3000 աշխատակիցներ կան։ Որից սաղես, բուրն է կայնաձավ։ Հեսա մի քիչ որ գնաք, այն հատվածը ամբողջությամբ պես վնասված է։ Այո, այցեք հարցնում Տեսեք ինչ է կատարվում։ Ստեղ մի արտիք ամենը նավն է կարել է։ Արտադրական տարածքներ նշեցի, ես էլ նշեցի։ Հեսա։ Thank you.